Բարև ձեզ Հենրիկ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել օրվա համար, բայց սկսենք հենց այս հարցից, այս օրերին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ցեղասպանության օրերի հիշատակման օրերն են նաև, եւ կա պետք է ձևավորվի հանրային պահանջ մեր 800,000 եւ ավել հայրենակիցների վերադարձը Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, եւ այս իրականության մեջ մենք տեսնում ենք այսօր ԱԳՆ-ն ինչ խղճուկ, որովհետեւ չգիտեմ հայտարարություններ, թե անգամ հայտարարություններ չկար, ինչպես է իրեն դրսևորում, օրը բացվել է Աննա Հակոբյանը իր լուր հայ ժողովրդի եւ աշխարհի հայտարարում է, որ իրենք բաժանում են Նիկոլ Փաշինյանն ու ինքը, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը նաեւ ինչ եք առանձնացրել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, այո, սիրելի ընկերներ, այսօր Սումգայիթի ջարդերի օրնա հիշատակի 100,000-ավոր հայեր մազապուրծ են եղել, վռնդվել են իրենց տներից, սպանվել են եւ այդ նույն բանը եղել է 2 տարի առաջ ընդամենը Արցախահայության հետ, որ իրենց տներից հանել են 140,000 եւ ավել մարդկանց եւ այստեղ ուզում եմ ասել, որ մեր համար այդ էջը փակված չի։ Հայերը պետքա վերադառնան Սումգայիթ, պետքա վերադառնան իրենց բնորանները, որտեղ որ իրանք ապրել են եւ յաթաղաններով սպանվելով հանել են հայերին իրենց տներից, այրելով իրենց տները։ Մեր համար հայկական Արցախի հարցը եւ հայկական օրակարգը առհասարակ անշեղելի է եւ հայ երիտասարդի համար առհասարակ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայկական պատմությունը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վեհափառ հայրապետը, մեր պատմական ժառանգությունը, նախագաների թողած հաղթանակները, դրանք անառարկելի են եւ սակարկման ենթակա չեն։ Սա պետքա փաստել։ Այս շոուները, որ իրանք անում են, որ մարդկանց շեղեն մի երկու ձեն ավել կարողանան տանեն, մենք այս շոուներին չենք տրվում։ Սրանք ուղղակի սա խապկանք է, գիտեք, մի հատված ինչ որ բաներ գրում է, որ սա ճիշտ է, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանից բաժանվել է, մյուս հատվածը գրում է, որ սխալ է եւ այլն, բայց կա մի իրականություն։ Տեսեք, իրականությունը հետեւյալն է, իրանք թալանել են մեր երկիրը, իրանք հանձնել են Արցախը, տասնյակ հազարավոր երիտասարդների, տասնյակ հազարավոր մարդկանց անտուն են թողել, խնդիրները ստեղծել են իրենց համար, որոնք ամբողջ կյանքում լուծման ենթակա չեն այս պահի դրությամբ։ Այդ մարդիկ այսօր տուն չունեն, այս մարդիկ այսօր ապագայի հանդեպ հույս չունեն եւ այդ ամեն ինչի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եւ այդ իր բաները, որ ինքը փորձում է խղճան, հետո ստատուս է գրել, որ ես քեզ ոչինչ չտվեցի, այդ իրանց բանը Կասանդրան, որ այսօր սարքել են, սա ուղղակի այդ շոուն է, հասկանում եք, սիտկոմ են սարքում, որ մարդկանց զբաղացնեն ինչ որ բանով, գիտեք, ասեն, որ գիտեք ինչ կա, սենց խնդիրներ կա եւ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք տասնյակ դեպքեր ունենք, տեսել ենք աշխարհում երկրի ղեկավարները, որոնք ունեցել են ինչ-որ խնդիրներ անձնական կյանքի հետ կապված, բայց այդ անձնական կյանքի խնդիրները երբեք չեն հրապարակվել։ Այսինքն սա PR ակցիա է, որը միտված է հետեւյալին, որ Նիկոլ Փաշինյանի համար ինչ-որ մի հատ լյուֆտ ստեղծեն, որ նա իր հակա ռեյտինգը կարողանա ինչ-որ ձև բալանսավորել, որը չի ստացվի, որովհետև նույն Աննա Հակոբյանը, ով ասում է, որ ինքը շոր չուներ, ինքը ոչ մի կոպեկ գումար չուներ եւ այլն, մարդիկ տեսել են, չէ, ոնց են իրանք 10 մեքենայով այդ ավտոշարասյուններով գնում աչք ակետից բեկետ եւ այլն, եւ սա ուղղակի խապկանք է, 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար ավելացած իշխանությունը խոսում է, որ նրանք գումար չունեն, շոր չունեն, տուն չունեն եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր նախարարն է ասում, որ 200,000 դոլարից տուն ինչ է, որ մենք չունենք, բա ամոթ չի, որ դուք տուն չունեք։ Ձեր նախարարն է ասում 200,000 դոլարանոց տան եղածն ինչ է, որ մենք չունենանք։